Ես ու իմ ընկերներս հերոս չենք համարել մեզի, ասենք ժողովրդի այդ հարգանքը, սերը, վերաբերմունքը տեսնելով իրենք կարող է որպես հերոս կվերաբերվին որոշ մարդիկ կամ չգիտեմ որպես դավրելին կռված տղա կամ տան խփած տղա, բայց մարդը մեկ քիչ պետք է իր մեջ էլի իրանից եղեմ գիտե բարձր քայլել կամ կորոս քայլել, այս բաներ ես չեմ սիրում։ Կատարել եմ զուտին պարտականություն որպես հակատանկային մասնագետ ու մասնակցել եմ դիպլոմատական գործողությանը։ Հերոս բառը տեսանյութի հերոսը նկարահանման հենց սկզբից արգելեց կիրառել։ Իրեն հատուկ համեստությամբ գյումրեցի Շուլի Հակոբյանն ապրիլյան սխրանքը միայն որպես հայրենիքի հանդեպ կատարած պարտք ներկայացրեց։ Շուլին տանկերի կողքով անտարբեր անցնել չի կարողանում։ Միանգամից հիշում է Թալիշը, ապրիլն ու իր համար պատմական դարձած 30 րոպեն, որի ընթացքում կարողացավ հակատանկային ֆագոտով հակառակորդի 3 տանկ խոցել։ Անտարբեր ծառայության մեջ եղել եմ շատ մեծ ցանկություն կատարել մարտական հրաձգություն, հենց ֆագոտ համալիրով, բայց կատարել ենք այդ համակարգչային միջոցներով, վարժասարքերով։ Բայց միանշանակ չէի պատկերացնի, որ օրից մի օր կարող եմ հնարավորություն ընձեռնվել կատարել մարտական հրաձգություն ու հասնել այսպիսի հաջողության։ Հայ արոնի մեջ կա այդ կռվող տեսակը ու անկախ ամեն ինչից որոշիչ մասնագետ ենք, մենք այդ կռվելու մասնագիտությունը արդեն իսկ գիտոնե ունենք։ Չէի պատկերացնում, որ աշխատեմ պաշտպանության նախարարությունում, անմիջապես նաև նախարարի թիմի մեջ պաշտպանության նախարարի, բայց ասում եմ երբեք էլ մի ասա երբեք։ Պատասխանատվության զգացողություն բնականաբար կա շատ մեծ եւ նաեւ պատվաբեր գործ է մեր համար։ Տնտեսագետ էի ու քանի որ ծառայությունից հետո ամեն ինչ այլ կերպ ստացվեց, հիմա ընտրել եմ այս ուղին։ Ծառայությունից հետո ավագ սերժանտ Հակոբյանի կյանքը 180 աստիճանով փոխվեց։ Աշխատում է Պաշտպանության նախարարի ընդունարանում։ 21-ամյա հերոսը բազմաթիվ երիտասարդների համար հայրենասիրության կատարյալ օրինակ է։ Մեր պապեր ու հայրերն այնպես են արել, որ մենք ծնվենք անկախ Հայաստանում, այսօր մեր անկախ Հայաստանը 25 տարեկան է, Արցախը եւ նաեւ մեր բանակը 25 տարեկան։ Մենք պարտավոր ենք այնպես անենք, որ մեր երեխաները ծնվեն անկախ հանրապետություններում։ Շուլիի աշխատանքային ժամն ավարտվեց, նախարարությունից հեռանալ չենք շտապում։ Անհամբերությամբ սպասում ենք Գևորգ Մանուկյանին, Իգլա շարժական զենիթահրթիռային համալիրից ուղղաթիռ խոցած հոռոմցի երիտասարդին։ Շուլին ու Գևորգը հերթափոխով են աշխատում։ Գևորգը եւս համալսարանում է սովորում, բայց ոչ թե տնտեսագիտություն, այլ իրավագիտություն։ Ապագայի ծրագրեր չի կազմում, հաջորդական քայլերով առաջ է շարժվում։ Իսկական հնարավոր է դառնալ լավ մասնագետ, զբաղվել մասնագիտական գործունեությամբ եւ այդ մասնագիտական գործունեությամբ նույնպես փորձել ինչ-որ բանով օգտակար լինել այս երբ։ Զինվորական համազգեստը պատվով է կրում, մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանը պարտավորեցնում է, միասնականություն եւ մարտական ոգի, սրանք են հերոսի կարծիքով հայ զինվորի կարևոր զենքերը, որոնց առաջ ցանկացած հակառակորդ անզոր է։ Ոչ մի այլ բանակ չի կարող հաղթել մեր տղաներին, քանի որ մեր տղաները կռվել են միշտ իրենց հողերի համար եւ շարունակաբար միշտ կռվելու են իրենց հողերի համար, այդ իսկ պատճառով մեր բանակը միշտ մարտունակ է լինելու։ Նազիլ Էլբակյան, Արթուր Մարգարյան, այսօր։